հարց չէ, բայց այսպես ասած ելույթի նման ելույթ կունենամ։ Պարոն Առաքելյան, տեսակ գործընկերներս ի սկզբանե առավոտից խոսում էին, որ բյուջեի կրճատում տեղի ունենում է ազգային ժողովում եւ բնականաբար բոլորս է դա մտահոգում, որովհետեւ իրապես լինելով խորհրդարանական երկիր շատ լավ հասկանում ենք, այո, այդ ծառայությունը, որ դուք նշեցիք նախագծերի պատրաստում, դա էլ է շատ անհրաժեշտ այն մինիմալ պայմանը, որ պետք է ունենք։ Եթե ուզում եք այն որ ռեալ խոսենք, օգնականների նաև քանակ ավելացրելն էլ է այսօր անհրաժեշտություն, որովհետև ես վստահաբար կարող եմ նշել բոլոր աշխատող падգամավորներն էլ դա կփաստեն, որ մենակ մեկ օգնական քաղաքացիների հետ աշխատելու համար անհրաժեշտ, մյուսը մնացած այլ գործերը կառավարել, չասեմ փորձագետների աշխատավարձը, որ պետք է ինչքան հնարավոր է պատշաճ լինի, որպեսզի դու էլ չնեղվես փորձագետին դիմելու, որ այս կամ այն աշխատանքը իրականացնի, այս առումով բոլորս համակարծիք ենք, բայց մինչև այս կարծես չենք խոսել։ Ես ուզում եմ ասեմ, որ գուցե այսպես քարոզչություն դիտարկվի, որովհետև պարոն Մինասյանը առավոտ խոսելով վարչապետի այցերի մասին մարզերում եւ արդյունավետությունը փորձելով գրանցել նշում էր, որ գուցե դա դիտարկվում է որպես քարոզարշավ, այսինքն դա քարոզարշավ է, ես ուզում եմ պարոն Մինասյանն էլ եթե ինձ կլսի, ասել վարչապետ ընտրվելուց հետո կա որևէ շաբաթ վարչապետի աշխատանքի, որ վարչապետը չի եղել որևէ մարզում, որևէ աշխատանքային գործունեության մեջ եւ զարմանալի է, որ այսինքն զարմանալի չի, իրենց քաղաքական առաջնորդը քարոզարշավից առաջ ստիպված է շփում ժողովրդի հետ, որպեսզի քվե հավաքի, ինչպես ինքն է նշել իր խոսքում, բայց մենք այդ առումով չենք առաջնորդվում, թե падգամավորներս եւ թե վարչապետը ամեն շաբաթ էլ ունեն մենայցեր մարզեր, հետեւաբար այս առումով էլ ֆինանսավորումը վստահեցնում եմ, որ այդքան էլ բարձր չէ, չնայած երբ որ դուրս ես գալիս, անընդհատ նշվում է падգամավորներն աշխատավարձ։ Գեք հստակեցնենք էլի, որ падգամավորները պատիվ ունեմի падգամավորները նիստից ուղարկի գրանցվելու համար մեկ էլ քաղաքական հայտարարությունների համար են գալիս ազգային ժողով, մյուս падգամավորներն էլ նորմալ աշխատում են։ Սա էլ դասակարգում ունենանք, շնորհակալություն դարդերս էլի։ Ձեր թույլտվությամբ մի փոքր անդրադարձ։ Ես ներողություն եմ խնդրում, էլի մի խնդրանք, էլի, եթե հնարավոր է մեր ով կա քարտվարությունից, մեր լրագրող գործընկերներին ասեք, որ հակառակ դեպքում օրինակ եթե մենք տենց անենք, ասենք խոչընդոտում են մեր մասնագիտական գործունեության իրականացմանը։ Հիմա կոնկրետ խանգարում են նիստին, որտեղ չես հասկանում վիճաբանությունը այնտեղ, թե բարձր էմոցիաներով քննարկում։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Մենք ունենք տող, որը կոչվում է ներքին գործուղումներ։ Եվ մենք պայքարում ենք, որ մեր ներքին գործուղումների տողը բարձրանա, բայց դա մնացել է այնքան, ինչքան որ կա։ Այս քանի տարի է, կապ չունի ինչա փոխվում։ Պատգամավորների քանակը դառնում է 150, իջնում է 101, նույն գրեթե նույն թվի վրա կանգնած ենք, ինչ վերաբերում է օգնականների ինստիտուտին, ես իհարկե կիսեմ ձեր կարծիքը եւ կուզեմ ասեմ, որ շատ պարլամենտներում լուծումը տվել են այսպես, այսինքն որպես այդպիսի բան օգնականը չի լինում աշխատակազմում, այլ օգնականին վարձում է падգամավորը, падգամավորին տրվում է գումար, ուզի 2 հատ կվարձի, ուզի 3 հատ կվարձի, ուզի 2 օգնականի փոխարեն Ինչա կատարվում։ Ուզի 2 օգնականի փոխարեն մի փորձագետ կվարձի։ Կանադայի պարլամենտի պարագայում այնտեղ գումարը այնքան, այսինքն այնտեղ падգամավորին տրվող իր ծախսերի գումարը ավելի շատ է, քան իր աշխատավարձը պաշտոնապես։ Եվ այնտեղ իրավունք ունի որևէ տեղ գրասենյակ բացելու, դա կարող լինի մարզում։ Ինձ թվում է այս ուղղությունը մեզ ավելի հարմար կլինի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։